Խնդրեմ, պարոն Սարգսյան, եթե ունեք եզրափակիչ Շնորհակալություն, եզրափակիչ ելույթի տրամաբանության մեջ կուզենամ ուղղակի պարոն Մանուկյանի հնչեցրած մտահոգությանը անդրադառնամ, մենք եւս շատ մտահոգված ենք յուրաքանչյուր դեպքով, բնականաբար կարծում եմ, որ լրիվ եւ բազմակողմանի քննության արդյունքներով վեր կհանվեն այդ դեպքի բոլոր մանրամասներն ու նպաստող պայմանները, ծնող պատճառները եւ դրան համարժեք վերջին այո եւ ի հայտ եկած խնդիրները շտկելու ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն, բայց միևնույն ժամանակ ես կցանկանամ նաեւ ինչ որ առումով չհամաձայնել ձեզ հետ այն տրամաբանությամբ, որ ատեստավորումը կամ նյութական մոտիվացիան չեն կարող փոխկապակցված լինել դեպքերի հետ։ Եթե մենք նայում ենք կատարված աշխատանքը, արձանագրված դեպքերի վիճակագրությունը եւ դեպքերի նվազումը, բնականաբար դրա մեջ նաեւ սպաների կողմից լավ աշխատանքի արդյունքն է ամփոփված, միգուցե տվյալ զորամասում եղել է թերություն, դա քննությունը կպարզի, բայց նախորդ տարվա ցուցանիշները մեզ կարող են հուշել, որ բնականաբար սպաների կողմից իրենց կատարած աշխատանքների արդյունքները նաև իրենց վարձատրության հետ կապ ունեն։ Այստեղ վստահաբար դա փոխկապակցված է եւ աներկբայորեն ինչ որ ձևով դա նպաստելու է, որ ավելի սրտացավ ծառայեն եւ իրենց աշխատանքը կորցնելու մտավախությունը արդենից սրտացավ ծառայելուն մոտիվացնում է։ Շնորհակալ